Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Դպրոցաշինական 19 ընթացիկ աշխատանքներ միայն քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ եւս 4-ի շինարարությունը շուտով։ Մինչև 100,000 դրամ քեշբեքի հնարավորություն աշխատող քաղաքացիներին գումարը կարող է հաշվին նստել հայտարարագրումից հետո երրորդյա ժամկետում։ Սյունիքում ու Կոտայքում ընտանիքների անապահովության գնահատումը արդեն նոր կարգով է, որ մարզերը կմիանան գործընթացին, հարցազրույց տաղավարում։ Եվ արդեն հստակ են գյուղապահովագրական 2025-ի բոլոր կանոնները, կառավարությունը սուբսիդավորում է վճարի մինչև 80%-ը։ Վերջին տարիների ընթացքում քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ 16 դպրոց կառուցվել ու հանձնվել է շահագործման։ Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են, շուտով կհայտարարվեն եւս 4 դպրոցի կառուցման ու ավելի քան 30-ի նախագծման մրցույթներ։ Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հետո հիմա դպրոց մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ավելի ճկուն են, կանխատեսելի։ Նախագծերի տեղակապումներն այլևս անում են կապալառուները, շենքերը հնարավոր է լինում շահագործման հանձնել նախկինի համեմատ մինչև 9 ամիս ավելի շուտ։ Ներքին Սասնաշենի միջնակարգը գոյության 3-րդ շրջանն է թևակողում։ Մոտ կես դար ապրած շենքը դեռ մասնակի կանգուն է, շուտով սա էլ ամբողջությամբ կապամոնտաժվի, պատմությունը կշարունակվի նորակառույցում։ Իրականացել են սեյսմիկ հետազոտություն նախկին դպրոցում եւ մասնագետները եկել են այն եզրանքման, որ ավելի նպատակահարմար է քանդել նոր դպրոց կառուցել։ Շինաշխատանքները բուռն ընթացքում են, 3-րդ մասնաշենքի վերջին հարկի բետոնապատումն են իրականացնում, զուգահեռ կառուցում արտաքին պատերը։ Շինարարությունը սկսել են 2024-ի աշնանը, գործի մոտ 40%-ն արել են։ Տիպային դպրոց են կառուցում մոտ 280 աշակերտի համար։ Ներքին Սասնաշենի դպրոցում են սովորում նաև հարևան 2 գյուղերի երեխաները։ Նախատեսում են, որ 4 մասնաշենքն էլ կունենա ժամանակակից դպրոցներին հատուկ բոլոր պայմանները։ Ունենալու ենք 4 մասնաշենքից բաղկացած դպրոց։ Առաջին մասնաշենքում կտեղորվի տարրական դպրոցը, երկրորդ մասնաշենքը վարչական ապարատը, լաբորատորիաներ կտեղակայվեն, հանդիսությունների դահլիճը վերջին հարկում, երրորդ մասնաշենքում կտեղորվի հիմնական եւ ավագ դպրոցը, մյուս մասնաշենքը մարզադահլիճն է, արևային կայանով հիմնականում միացված է լինելու օդափոխության համակարգերը, հզոր օդափոխության համակարգեր է նախատեսված դպրոցին։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ այսպիսի տիպային դպրոցներ են կառուցվում տարբեր մարզերում։ Այս պահին շինարարության տարբեր փուլերում գտնվող 19 դպրոց կա, շուտով կմեկնարկեն նորերի կառուցման մրցույթները։ Այս պահի դրությամբ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ շահագործման են հանձնվել 16 դպրոցներ, 15 մարզադահլիճներ կառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 11 մարզադահլիճներ վերակառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 15 մանկապարտեզներ են կառուցվել։ Պլանավորումը այնպես ենք իրականացնում, որ օգոստոսին հնարավորինս շատ դպրոցներ ավարտենք, հանձնենք շահագործման, որպեսզի երեխաները կարողանան սեպտեմբերի 1-ին այցելել նոր դպրոցներ։ Գնումների կազմակերպումից մինչև նախագծում փորձաքննություն, շինարարության մեկնարկ ու ավարտական ակտի ձևակերպում կոմիտեում մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որ ժամանակակից դպրոցաշինությունն ավելի արագ ընթանա, կրճատելով փաստաթղթային ձևակերպումների ժամանակահատվածը։ Արեցինք տիպային մի քանի տեսակի նախագիծ եւ դա դրեցինք մրցույթի։ Սա հնարավորություն մեզ տվեց տնտեսելու ժամանակ մոտավորապես 1 դպրոցի հաշվարկով միջինում 6 ամիս կախված տեղանքից, պայմաններից փոխեցինք կարգավորումները եւ հնարավորություն ընձեռնեցինք, որ համալիր փորձաքննությունը եւ շմակ փորձաքննությունը զուգահեռաբար իրականացնան։ Սա եւս բերեց միջինում 3 ամիս տնտեսում։ Այսուհետև շինարարության պատվիրատուն ու նախագծողը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող են կատարել հենց շինհրապարակում։ Որոշ շտկումներ են իրականացրել նաև Բարձրաշենի միջնակարգ դպրոցի դեպքում։ Երեխաներն առայժմ հարևան գյուղի դպրոցում են սովորում, անհարմարությունները արագ կմոռացվեն, հենց որ սկսեն հաճախել ժամանակակից պայմաններով նոր դպրոցը։ Արդյունքում համայնքը կունենա ամբողջովին նոր նորմերին եւ ստանդարտներին համապատասխան դպրոցի շենք։ 4 մասնաշենքա նախատեսված է 288 աշակերտի համար։ Շինարարական աշխատանքների
արժեքը կազմում է 1 միլիարդ 996 հազար դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացվող բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Շուրջ 40 միլիարդ դրամի աշխատանքներ են կատարվել միայն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ։ Եվ եւս 20 միլիարդ դրամ պլանավորվում է այս տարի իրականացվող աշխատանքների համար։ Կոմիտեում նախատեսում են պիլոտային ծրագիր իրականացնել, կիրառելով շինարարական նոր մոտեցումներ, կտնտեսեն եւ ժամանակը եւ գումարը։ 300 դպրոց կառուցելու ծրագիրն ամփոփելուց հետո դպրոցաշինությունը կշարունակվի այլ ծրագրերով։ Քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման հերթական փուլով հերթը վարձու աշխատողներինն է։ Աշխատածի մասին պետությանը պատշաճ ծանուցողները կարելի ասել բոնուս ստանալու հնարավորություն ունեն կլորիկ գումարի տեսքով։ Մինչև 100,000 դրամ միանվագ կրթական ծախսերից եւ մինչև 50,000 դրամ ստամատոլոգիական կամ առողջության ապահովագրության ծառայությունների դիմաց վճարներից։ Իսկ ընդհանուր առավելագույն քեշբեքը 1 տարում յուրաքանչյուրին 100,000 դրամ։ Հաջողությամբ հայտարարագրումից ու հետվճարը ստանալու դիմումից հետո երրորդյա ժամկետում գումարը ինքնաշխատ եղանակով կնստի բանկային հաշվեհամարին։ Պետեկամուտների կոմիտեի կայքի գլխավոր էջումը ամենավառ գունավորմամբ հայտարարագիր լրացնելու պատուհանն է։ Գործընթացի մասին ամբողջական տեղեկատվություն, ուղեցույցեր, իրազեկող հոլովակներ կարելի է գտնել այդտեղ։ Մի քանի քլիկով կամ մոբայլ հավելվածի դեպքում հպումով հնարավոր է մտնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ներկայացնել հայտարարագիրն ու ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում։ Ուղղությունները երկուսն են կրթությունը ու առողջապահությունը, օրենքով սահմանափակում կա, յուրաքանչյուր ֆիզիկական անձ առողջապահության մասով առավելագույնը կարող է ստանալ 50,000 դրամ, իսկ կրթության մասով 100,000 դրամ, սակայն ֆիզանձի տարեկան ընդհանուր գումարը ինքը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Ֆիզիկական անձին հայտարարագիր սկսել են լրացնել անցած տարվանից 4 խմբի մարդիկ 2024-ին գործընթացը մեկ անգամ արդեն անցել են, այդ թվում պետաշխատողները 20 միլիոն դրամ ու ավելի փոխհարություն ունեցողները, ընդհանուր ավելի քան 59,000 քաղաքացի։ Մոտ 3800-ն էին դիմել սոցիալական կրեդիտ ստանալու համար, պետությունը վերադարձրել է շուրջ 350 միլիոն դրամ։ Հայտարարագրման հերթական փուլով գործընթացին պիտի միանան բոլոր վարձու աշխատողներն ու քաղաքիրավական պայմանագրով ծառայություն մատուցողները։ Կառավարությունն էլ ընդլայնել է սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը։ Պետք է կրթության հաստատությունից կամ առողջապահություն հաստատությունից ունենա իր անունով որպես սոցիալական ծախսը կատարող անձ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, այսինքն այդ ծախսը հիմնավորող փաստաթուղթ։ Այնուհետև ինքը պետք է ներկայացնի հայտարարագիրը, որում ներառված է լինելու այդ հաշվարկային փաստաթուղթով նշված գումարը, ու արդեն համակարգը ինքնաշխատ հաշվելու է առավելագույն շեմը։ Հաշվարկային փաստաթուղթ կազմակերպություններից կարելի է ստանալ նաև նախորդ ժամանակահատվածի համար, օրենքն այս մասով սահմանափակում չունի, ընդ որում ի տարբերություն հիպոթեկային վարկով բնակարան գնելու տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի, այս դեպքում սոցիալական կրեդիտ կարող է ձևավորվել նաև քաղաքիրավական պայմանագրով վճարված հարկերից։ Մինչև 100,000 դրամ գումարը ստանալու համար պետք է լրացնել դիմում։ Դիմումի ներկայացումից հետո մնացած գործընթացը ինքնաշխատ է իրականացվում, դիմումի մեջ ֆիզիկական անձը զուտ նշում է այն բանկային հաշվեհամարը ու գումարի չափը, որը պետք է ինքը հետ ստանա, ու արդեն մինչև երրորդ աշխատանքային օրը ավտոմատ գումարը փոխանցվում է դիմումում նշված հաշվեհամարին։ Հայտարարատուն հնարավորությունից կարող է օգտվել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամի, ծնողների, զավակների կամ ամուսնու համար կատարած ծախսի դեպքում։ Բացի դասագրքերի համար վճարված գումարից, մյուս բոլոր ծախսերը պետք է արված լինեն անկանխիկ։ Անապահության գնահատման նոր համակարգը պիլոտով սկսել է գործել Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, ինչու կառավարությունը գնաց այս փոփոխությունների, ինչ հիմնական ակնկալիքներ կան ու մեկ շաբաթվա նախնական արդյունքների մասին խոսելու ենք տաղավարում։ Այստեղ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալը։ Տիկին Չիլինգարյան, հիմնավորումների մեջ նշվում է, որ կառավարությունը ցանկանում է հասարակականությունը բարձրացնել, թափանցիկությունն ավելացնել, ինչու եք վստահ, որ այս բանաձևը թույլ կտա լուծել խնդիրները։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Սկզբում փորձեմ հակիրճ ներկայացնել անապահովության գնահատման նոր համակարգով դիմում ներկայացնելու ընդհանրապես նպաստ նշանակելու եւ դիմումների մշակման process-ը, որի հիմքում դրված է առաջի հերթին հենց թափանցիկությունը եւ բնականաբար մեր նպատակը հնարավորինս հասարակականությունը բարձրացնելն է նշանակվող նպաստների։ Դիմումները ներկայացվում են առցանց տարբերակով, e-social.am հարթակով քաղաքացիները ստեղծում են անհատական օգտահաշիվներ, որով էլ ներկայացնում են իրենց դիմումը։ Դիմումը ներկայացնելուց հետո համակարգը շուրջ 20 եւ
առավել այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանների հետ փոխգործելության արդյունքում բացառող գործոններ չհայտնաբերելու դեպքում անցնում է հաջորդ փուլ։ Հաջորդ փուլը դա դիմումատու անձի ընտանիքի կենցաղային պայմանների գնահատումն է։ Այստեղ եւս գնահատումը մեր գնահատող մասնագետների կողմից իրականացվում է թվային գործիքի միջոցով։ Այսինքն թղթատարությունը այստեղ մինիմալ է։ Հնարավորինս բացառված է թղթային բարձրարարությունը, տեղեկանքներ այլ գերատեսչություններից ներկայացնելու անհրաժեշտությունը։ Թվային գործիքով մեր աշխատակիցները գնահատող մասնագետները պլանշետներով մոտենում են ընտանիքի գտնվելու վայր, բնակության փաստացի վայր եւ իրականացնում են կենցաղային պայմանների գնահատումը։ Գնահատման հարցաշարը հաստատված է կառավարության որոշմամբ 27-ն որոշմամբ, որտեղ բոլորին հասանելի են հարցերը, մեր աշխատակիցը ուղղակի կատարում է համապատասխան նշագրումները հարցերի դիմաց եւ ըստ անհրաժեշտության նաեւ կցում է հիմնավորող լուսանկարները։ Օրինակ մոտավորապես ինչի մասին կարող են հարցեր լինել։ Կենցաղային պայմանների, կենցաղային գույքի, այն պայմանների, որը տիրապետում է քաղաքացին, տարատեսակ հարցեր են։ Հարցերը հրապարակային են, կարող են բոլորը ծանոթանալ նաև դրան։ Աշխատակցի կողմից համապատասխան նշագրումներից հետո բանաձևն է աշխատում եւ կենցաղային պայմանների գնահատման արդյունքը որոշվում է բանաձևի արդյունքում եւ ոչ թե մեր աշխատակցի ակնադիտական կամ սեփական կարծիքի հիման վրա։ Եվ արդյունքում նշանակվում է անապահովության նպաստը, համապատասխան արդեն չափերից կախված նշանակվում է անապահովության նպաստը եւ բնականաբար համապատասխան ծառայությունները։ Այստեղ հատկանշական է, որ դիմումի ներկայացման ամբողջ գործընթացում սկզբից մինչև ցանկացած տեղեկատվություն եւ այլը հասանելի է նաեւ քաղաքացուն իր անհատական օգտահաշվում, նաեւ ծանոթություններ է քաղաքացին ստանում, թափանցիկությունը հնարավորինս եւ լիարժեքորեն քաղաքացու համար ապահովված է։ Նախկինում հնարավոր չէր։ Նախկինում քաղաքացին ինքն էր ստիպված ներկայացնել մեզ զանազան տեղեկանքներ, մենք էինք ստիպված կատարել զանազան հարցումներ, իսկ կենցաղային պայմանների գնահատումը հստակ հարցաշարով եւ գործիքով չէր թվային։ Դրանից հետո հաջորդը դա հասարակության բարձրացումն է, անապահովության գնահատման նոր համակարգում փորձել է տրվել հնարավորինս բոլոր այն հասարակության խնդիրների պատասխանները, որ առկա էին հին համակարգում։ Ուղղակի շատ չծանրաբեռնեմ մի օրինակ բերեմ, ավտոտրանսպորտային միջոցը։ Եթե հին համակարգում բոլոր տեսակ լինի 1970-ականների արտադրության թե 2025-ի արտադրության մեքենա նույն զրոյական արժեքով էին գնում, այսինքն հավասար հարթության մեջ էին։ Մեքենա ունի ու վերջ։ Մեքենա ունի ու վերջ, այո, ապա նոր համակարգով արդեն եւ գույքահարկի չափից եւ արտադրման տարեթվից կա տարբերություն եւ բնականաբար նույն հարթության մեջ չեն։ Սա ուղղակի մեկ օրինակ, բայց օրինակները շատ են։ Էլի տվյալների բազայով ամբողջությամբ ինքնաշխատ հավաքական ամբողջությամբ քաղաքացին ուղղակի պետք է ներկայացնի 4 տեղեկանք, որի տեղեկատվական բազաները չկա, դա էլ ոչ թե ներկայացնում է մեր տարածքային կենտրոն, այլ առցանց արդյակով ինքը կցում է։ Մենք ուղղակի դրա վավերությունն ենք ստուգում եւ այստեղ ուզում եմ մի հանգամանքի վրա եւս շեշտել, քաղաքացիները եթե դժվարություն են ունենում դիմում ներկայացնելու գործընթացում, ինտերնետ անհասանելիություն կամ այլ տեխնիկական խնդիրներ, կարող են մոտենալ մեր այս դեպքում Կոտայքի եւ Սյունիքի մարզի տարածքային կենտրոններ, մեր ընդունանների աշխատակիցները պատրաստական են նրանց աջակցել, խորհրդատվություն տրամադրել դիմումի ներկայացման գործընթացի հետ կապված, ինչպես նաեւ մենք տեղում ունենք եւ Wi-Fi հասանելիություն եւ պլանշետներ, որ աշխատակիցները տրամադրեն մեր քաղաքացիներին։ Պիլոտը Կոտայքում, Սյունիքում, ինչու այս մարզերը ընտրվեցին, աշխարհագրորեն թվում է բավական իրարից հեռու, կա ինչ-որ հատուկ նպատակ։ Այստեղ հաշվի են առնվել մի քանի հանգամանքներ, չկենտրոնանալով ամենևին նպաստառու ընտանիքի կազմի բազմազանության, նպաստի իրավունք տվող հանգամանքների բազմազանության վրա, ուղղակի կարճ նշեմ, Սյունիքը որպես աղքատության ցածր մակարդակ ունեցող մարզ եւ Կոտայքը որպես Երևանամերձ մարզ, որովհետեւ ակնհայտ է, որ նաեւ պիլոտի ընթացքում բավականին կարիք է լինելու հենց տեղում խնդիրներին ծանոթանալու, հենց տեղում process-ին հետևելու եւ մոնիթորինգ անելու համար, ինչպես նաեւ կազմակերպչական առումով ավելի հարմար էր Կոտայքը։ Տիկին Չիլինգարյան, նշում եք, որ հիմնական նպատակը մարդկանց կյանքը փոխելն է։ Եթե փորձենք թվերով խոսել, որքան էր կազմում մեկ ընտանիքի համար անապահովության գնահատման համակարգով պետության կողմից վճարված գումարը ու հիմա ինչքան է կազմելու։ Համեմատական ուղղակի տանենք, եթե հին համակարգով միջինը ընտանիքը կարող էր ստանալ 33400 դրամ նպաստ, անապահովության նպաստ, ապա նոր համակարգով միջին թիվը, միջինացված թիվը կլինի շուրջ 49400 դրամ։ Այսինքն, այստեղ նաև գալիս է բյուջեի հարց, արդյոք եղել է որոշակի կրճատում կառավարության հատկացումների միջոցով նախորդի հետ համեմատ։
Որտեղ անդադ քննարկվում է նաև, որ վերջնական նպատակը, այսպես ասած, կառավարության բեռի թեթևացումն է։ Հարցը շատ սպասված էր նաև իմ կողմից, ես ցանկանում եմ նշել եւ բոլորս շեշտադրենք այն հանգամանքը, որ անապահովության գնահատման նոր համակարգը ոչ թե իր առջև խնդիր է դրել բյուջեի կրճատման կամ բյուջեի խնայողության, այլ անապահովության գնահատման նոր համակարգով խնդիր է դրված հասցեականության եւ թիրախայնության բարձրացման։ Այսինքն մենք ցանկանում ենք նույն գումարը վճարել շատ ավելի հասցեական եւ շատ ավելի թիրախային։ Այսինքն գտնեք մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիք ունեն։ Այո, եւ ներառման ու բացառման խնդիրը, որ հին համակարգով անընդհատ բարձրաձայնվում եւ քննարկվում է, փորձում ենք հնարավորինս լուծել նոր համակարգով։ Պիլոտ, որքան է տևելու պիլոտը եւ այսպես ասած, որ մարզերը պետք է սպասեն իրենց հերթին առաջիկայում։ Կառավարության համապատասխան իրավական ակտերով 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի եւ Սյունիքի մարզերում ծրագիրը անապահովության գնահատման նոր համակարգը սկսվել է պիլոտավորվել, իսկ 2026 թվականի հունվարից ամբողջ Հայաստանում պետք է որ գործի նոր համակարգը։ Բնականաբար մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մենք պետք է լավարկենք, հնարավոր բոլոր փոփոխությունները իրականացնենք եւ արդեն 26-ից ամբողջական լիարժեք նոր համակարգով սկսվի։ Այսինքն դեռևս արդյունքները մոնիթորինգի պետք է ենթարկվեն ու հնարավոր փոփոխություններ կարող են լինել։ Այո, բնականաբար լավարկման ցանկացած առաջարկ քննարկելի է ընթացքում, փոփոխություն դեպի դրական բնականաբար կատարվելու է։ Տիկին Շիլինգարյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Արդեն հստակ են գյուղապահովագրական 2025-ի բոլոր կանոնները։ Կառավարությունն այս տարի էլ կաջակցի եւ պայմանագիր վաճառողներին եւ այն գնողներին, ապահովագրականներին, որ մեծ վնասի դեպքում որպես փոխհատուցում տվող կողմ շատ չտուժեն ու խաղից դուրս գան, գյուղատնտեսներին, որ ավելի մատչելի տարբերակով օգտվեն հնարավորությունից ու ավելի շատ տարածքներ ապահովագրեն։ Այս տարի արդեն կառավարությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի մինչև 80%-ը։ Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշտ, բնական ռիսկերի քառյակից 2025-ին հնարավոր է ապահովագրել 13 մշակաբույս, ծիրանխաղողից մինչև հացահատկային կուլտուրաներ։ Հիմա լարերն ենք ձգում։ Այգուգործն այս տարի դեռ գարուն չմտած այգեգործը սկսել վազերն է հասցրել էտել, շուրջ բոլորը մաքրել, հիմա էլ պատրաստվում է չոր կապին։ Թող ծանրանան վազերը, խաղողը առատ լինի, գործարանները մի քիչ թանկ մթերում անեն։ 15 տարի Ռուսաստանում է ապրել, աշխատել, 2003-ին որոշել ետ գալ հայրենի գյուղ Վերին Արտաշատ ու Արարատյան Բարեբեր հողում խաղող աճեցնել։ Հողեր գնեցի նորից, ունեի 5000 մետր, հասցրի մինչև 2 հեկտարից ավել։ Որ բերքն առատ ու որակով լինի, մեծ ջանք է դնում, բուժում սնուցում ժամանակին տալիս, մոլախոտի դեմ պայքարում, բայց վերջնական արդյունքի համար կամա-ակամա բնության բարեհաճությանն է ապավինում։ Բերքը ոնց կլինի, հուսանք որ առատ կլինի, իսկ դա կախված է վերևից։ Ցրտից ու կարկուտից են այս կողմի այգիները հիմնականում վախենում, այգեգործներն էլ միշտ ահը սրտներում, որ տարվա չարչարանքը տանուլ չտան։ 2019-ից, երբ գործարկվեց գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը, արտաշատցի ֆերմերը գյուղում առաջիններից էր, որ անվարանդի մեծ ու պայմանագիր կնքեց։ Այդպես խիղճն ավելի հանգիստ է, եթե անգամ բնական աղետներից եկամուտը պակասի կամ կորի, լրիվ ձեռնունային չի մնա, ներդրած ծախսը գոնե ետ կստանա։ 3-4 տարի անընդմեջ ապահովագրել եմ։ Դե մի տարի ցրտահարություն եղել է, փոխհատուցում ստացել եմ, դժգոհ չեմ։ Այգի պահելը շատ ծախսատար է։ Պետքան ծախսերի մեջ տոկոսայինը շատ քիչ է, էլի ապահովագրման գումարը, ավելի լավ է ապահովագրենք։ Գյուղապահովագրության ծրագրի պահանջարկը տարեցտարի աճում է, բնական ռիսկերից ապահովագրվող տարածքների մակերեսն ընդլայնվում։ 2023-ին միայն 11000 հեկտար է ապահովագրվել, կնքվել 10000 պայմանագիր։ Վնասաբերությունն էլ այդ տարվա մեծ էր, հավաքագրվել էր 1.8 միլիարդ դրամ ապահովագրավճար, տրամադրվել 2.7 միլիարդ դրամ փոխհատուցում։ Այս ժամանակ էր, որ ապահովագրական ընկերություններն ու շվեյցարական վերաապահովագրող ընկերությունը խնդիրներ տեսան ծրագրի հետագա ընթացքի հետ կապված, փոխհատուցվող գումարների մեծ ծավալով պայմանավորված։ Ապահովագրող կողմը որոշեց ժամանակավորապես դուրս գալ հայկական շուկայից, որպեսզի ծրագիրը չընդհատվի, կառավարությունը նախորդ տարի իր վրա վերցրեց վերաապահովագրող կողմ լինելու հանձնառությունը, այս տարի էլ որոշումը նույնը թողեց։ Եթե 200% եւ ավել վնասաբերություն լինի, ապա այդ 200%-ը գերազանցող մասը կառավարությունը կսուբսիդավորի, որպեսզի ապահովագրական ընկերությունների գործունեության շրջանակում եւս կայունացում լինի եւ նրանց ռիսկերը եւս կառավարելի դառնա։ Կառավարությունը գյուղատնտեսների համար էլ գյուղապահովագրություն 2025-ն ավելի մատչելի է դարձրել ապահովագրավճարի ավելի մեծ մասնաբաժին ստանձնելով։
Եթե մինչև 2024 թվականը սուբսիդավորվել է ապահովագրավճարի 50-ից 60%-ը, ապա 2025 թվականին սուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի առավել մեծ թվով տնտեսավարողներ դիմեն եւ ապահովագրեն իրենց հողատարածքները։ Seal Insurance, Liga Insurance եւ Ingo Armenia ապահովագրական ընկերությունների եռյակն է, որոնց արդեն կարող են դիմել գյուղատնտեսները։ Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշտ, սրանք էլ ռիսկերն են, որոնցից հնարավոր է ապահովագրել այգիներն ու դաշտերն այս տարի։ Մշակաբույսերն էլ 13-ն են՝ ծիրան, խաղող, դեղց, սալորից մինչև խնձոր, կեռազ, բալ, ձմերուկ, սեղ, կարտոֆիլ ու հացահատիկային տեսակներ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում։ Մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։